Հեռանկարի հյուրն է Հայաստանի Հանրապետության քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար եւ փորձենք ամփոփել անցնող շաբաթը իր կարևոր իրադարձություններով։ Կարևոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ եկեղեցու հետ կապված։ Ես իհարկե նկատի ունեմ այն հայտարարությունը, որի տակ ստորագրեցին մի շարք բարձրաստիճան հոգևորականներ եւ այն հոգևորականները, որոնց հետագայում ընդունեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այ ինչ տեղի ունեցավ, ինչի մասին էր այս ամենը։ Ուրեմն եկեղեցին երկար 2-3 ամիս նշկամիշում եմ այս վերնախավային իմաստով տվայտանքներից հետո աշճանաբար վերադառնում է այնտեղ, որտեղ պիտի լինի, այսինքն ինքը հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի է, հետևապես պիտի ծառայի հայաստանյաց խնդիրներին, Աստծո հետ կապին եւ միաժամանակ ուրեմն բարոյական մեր ժողովրդի վերածննդին հոգևոր կյանքի կազմակերպանին չխաթարվել էր եւ նաեւ ես ուսամ քաղաքական կյանքից եկեղեցին դուրս բերելու հարցն է, որտեղ եկեղեցին եւ մերն առասարակ բանը չունի, էլի կարիքը չունի քաղաքականությամբ զբաղվել, որտեղ պետությունը կայանում է, իշխանություն կա, կայունացել է հանրապետության կյանքը ներսում եւ նման բաներ եւ դա առիթ կտա, որ համահավաք հայություն աշխարհով մեկ նորից համախմբվի ուրեմն մեր պետականության եւ մեր եկեղեցու շուրջ։ Այսինքն այն, որ ասում են եկեղեցին պետք է նորոգվի, հիմա պաստորեն սկսվել այդ նորոգման գործընթացը։ Ես բանաձևն ասեմ, նոր կաթողիկոս նորոգ եկեղեցիով, այս բանաձևը իրականանում է եւ մենք գիտենք թե ինչ խնդիրներ ուներ եւ ինչ կենտրոններ ներկայացնում իրենից Գարեգին ուզուրպատորի խմբակի աշխատանք։ Հիմա հարցը լուծում է։ Այստեղ ասեմ հետեւյալ, ինձ թվում է լուծվել վերջացել է երկու բառակայով։ Ըստ եկեղեցու կանոնագրի չեն բնդում, բայց իմ իմացած ուրեմն տեղեկատվությամբ, որ տիրապետում եմ, 9 եպիսկոպոսի, arczepiskopos-ի գրավոր համաձայնությունը բավարար է, որպես եթե դիմեն կաթողիկոս հրաժարական դամեկ եւ ընտրվի կամ նոր տեղապահ հետոական ընտրությունների համար կամ կաթողիկոս։ Այս գործը կարծում եմ, որ հարցը եթե իմացածը ճիշտ է, 90%-ով ճիշտ է, մի քիչ վերապահեմ ասում, այնտեղ կարծեմ 12 չէ, ընդհանրապես պահանջողներ կային 12-13, որոնցից մի քանիսը ինչ-ինչ հանգամանքներով չեն ստորագրել, բայց 9-ի ստորագրությունը կա, դա բավարար է, որպեսզի հարցը լուծվի վերջնականորեն։ Սա մեր երկրորդ այսօր դուք գիտեք, որ տեղի ունեցել հոգևոր խորհրդի նիստ, որին չեն մասնակցել ստորագրածներ եւ պահանջողները, եւ ուրեմն հոգևոր խորհրդի նիստը չի կայացել, եղել է հավաք։ Սա նշանակում է մենք արդեն անցել ենք այն этаպը, որը փոփոխության պահանջներ։ Այդ ամենը հասկանալի է։ Կարծում եմ դուք ծանոթ եք բարձր հոգևորականների այն ցուցակին, այն հոգևորականներին, որոնց ընդունեց վարչապետը։ Այնտեղ կան մարդիկ, հոգևորականներ, որոնց անունները տարբեր ժամանակահատվածներում տարբեր սկանդալային պատմությունների հետ են շահկապվել են այնպիսի բառեր հետ, ինչպիսիք են Bentley, offshore, ապօրինի զավակ եւ այլն եւ այլն։ Մենք մի կողմից ասում ենք, որ եկեղեցին պետք է նորոգվի, մյուս կողմից ակնհայտ է, որ այդ եկեղեցականների թվում կան այնպիսի մարդիկ, որոնց պատճառով է նաեւ նորոգման անհրաժեշտությունը առաջացել։ Հիմա գիտեք ինչ կա, պարադոքսալ հարց է, բայց սովորաբար վերափոխումները տեղի են ունենում այն անձանցով, մի մասով, որոնք ուրեմն եղել են հնի, նորի եւ այլնի մեջ եւ հեղափոխությունները որպես կանոն լինում են այն ժողովուրդներով, որոնք ապրել են մի այլ կյանքով, հեղափոխությունից հետո ապրում են մի կյանքով։ Ինձ թվում է այստեղ խնդիրը Եթե այդ մարդկանցով կարելի է եկեղեցին նորոգել, գուցե հենց կաթողիկոսով էլ կարելի է նորից նորոգել։ Ուրիշ ճանապարհ չկա։
ուրիշ ճանապարհ, այսինքն ինքը պետք է ընտրեն իրենք, չէ։ Ես ինչքան հիշում եմ, ձեզ մոտ եմ ասել, որ դուք պետք է ձեզ մոտ ուժ գտնեք եպիսկոպոս դասը եւ հարցի լուծում գտնեք, սա օրինական լուծման ճանապարհ, իհարկե լավագույնը չի, բայց հարցի լուծման ճանապարհ։ Հիմա խնդիրն էստեղ է, ընտրեն իսկապես արժանավոր կաթողիկոս, եթե սա արեցին, ուրեմն հարցը կարծում եմ, որ այս կամ այն չափով լուծված է եւ ժամանակին պիտի նաեւ ուրիշ հարցեր քննվեն։ Չմոռանանք, որ քրիստոնեության մեջ ապաշխարության հարցը կա, հավանաբար իրենք ապաշխարել են, չգիտեմ, ես դրանց եւ դուք էլ հավանաբար խոհանոցի ծանոթ չենք, բայց հարցի լուծումը շարժվել է։ Կարևորը մենք եթե պետության տեսակետից ենք նայում, հարցի լուծումն է մեզ արագություն է պետք եւ նորոգում է, իսկ իհարկե խնդրեմ կա, բայց դե իրենք այդպեսին են։ Ես մի բան ասեմ, երևում է բոլորը համակարծիք են, որ կուսակրոնությունը ներելի է իրար։ Այստեղ մի բան կա, բայց այս ուզուրպատորի պարագայով ուրիշ հարց կա, որը նաև մարդիկ խուսափում են, բայց ես ասեմ արծարծելուց, ուրեմն ինքը կանգնել է հակահեղափոխության ռևանշիստներին թիգունք պատերազմից 44 օրյա պատերազմի ընթացքում անընդհատ պետությունն անկայունացնող կենտրոններից մեկի է վերածել։ Սա շատ կարևոր է։ Եթե ձեր ասածի մի բերենք այդ մարդիկ այդ եկեղեցականները ավելի քիչ մեղքեր ունեն, հական գլխավորը կաթողիկոսը։ Թողենք Աստծուն Աստված որոշի, բայց կանոնակարգի է շրջանակներում եմ ասում։ Իրենք անցել են ջրի այն կողմը։ Իրենք հիմա կարծում եմ, որ հիմա կարագանա process-ը, որտեղ տեսան փակուղի է։ Լավ, ինչքան կարելի է կաթողիկոսը պետության դեմ պայքարի նշանախոս ունենա եւ ինքը կազմակերպիչ լինի։ Դրա համար երևի էս էլ թավշյա մի անցում է, ինչպես հեղափոխություն էր անարյուն, այդպիսի բան կա։ Բայց հարցը ինչի մեջ է։ Հարցը ուրիշ քաղաքական մաս ունի, եկեղեցին իհարկե ճիշտ կլներ, որ քաղաքականության հետ առնչություն չունենար։ Ուրեմն կարեկին ուրեմն կաթողիկոսը արդեն իմ կարծիքով անցյալի ուզուրպատորը պատերազմից հետո 44 օրյա մեր ժողովրդի դեմ եւ պետության դեմ պատերազմ կազմակերպած պետության ղեկավարից ստացել է պատվոշկանշան, որի մասին ոչ մի բացատրություն չի տվել, որ ես շատ անգամ եմ բարձրաձայնել մեկ եւ երկրորդ որպես քաղաքակետ եւ գուսակցության նախագահ ուրիշ հարցեր ունեմ, շատ եմ ասել եւ դրա պատասխանը չունենք եւ Ծառուկյան Գագիկը տարավ ուրեմն Միսկ, միասին գնացին, այնտեղ ինքը հանդիպել է ռուսական գաղտնի ծառայությունների հետ, թե չէ, աշխատակիցների, եւ Լուկաշենկոյից հրանգավորվել է, թե չէ, որպես Ռուսաստանի ներկայացուցիչ։ Սա շատ կարևոր հարց է։ Այս հարցերը մենք պատասխան չունենք։ Չէին լինի, եթե ինքը չլիներ հակահեղափոխության կամ ռևանշիզմի ղեկավարներից մեկը։ Այսինքն այս հարցերը կան եւ դուք մաքրվի ես բոլորը։ Հասկանալի է։ Խնդրեմ։ Այդ եկեղեցու նորոգման գործընթացը կապ ունի մեր ներքաղաքական զարգացումների հետ։ Օրինակ, եթե նորոգում պետք է անել եկեղեցու, պետք է անել մինչև ընտրությունները։ Ընտրությունների հարցը ասեմ, որ ես դրա հետ չէի կապի, իմ անձնականով ասեմ, կուսակցության տեսակետով, որտեղ կարծում եմ դուք էլ գիտեք, մենք այսքան շփվում ենք, որ 5-6 տարի է, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շրջայց հաղորդաշարով եկեղեցիներ, վանքեր, հաղորդումներ տվել եմ եւ խնդիրներ կայացրել եմ։ Ընդհանրական ասեմ ինչու, որովհետեւ այն հաջողակ երկրները, որոնք ռեֆորմների լավ ճանապարհ են անցել, Թայվան ասեմ, Հարավային Կորեա, Գերմանիա եւ այլն, այս երկրները առանց իրենց եկեղեցիների հոգևոր սննդի հաջողակ ուրեմն ռեֆորմներ չէին կարող անել եւ դա պարտադիր է, որը վերաբերես 16 թվականի գիրք եմ հրատարակել եւ այստեղ է իմ տեսակետը բոլորը մեծ խիստ անհրաժեշտ երկրի վերականգնման համար հոգևոր իմաստով ժողովրդի վերականգնման համար որպես կարողանանք ճամփորդել անցած ընտրությունների հետ ասում եք կապ չունի, բայց տեսեք ես ասեցի
չեմ կարող բնդեմ տալ։ Հիմա տեսեք, Սամվել Կարապետյանը երբ քաղաքական ասպարեզ եկավ Հայաստանի, երբ որ ցանկություն ունեցավ, ամենայն դեպս այդպես ձևակերպվեց, որ գա կանգնի եկեղեցու կողքը։ Հիմա արդեն Սամվել Կարապետյանի ուժը մեր ձևով շարժումը հավակնում է նաև քաղաքական ներողություն պաշտոնների եւ ընտրություններում ընդհանուր, եթե այդ ուժերին հավատանք, հաղթանակի է հավակնում։ Սա կապը չէր։ Ուրեմն դա կապ չի, որտեղ Սամվել Կարապետյանը օլիգարխ է եւ Ռուսաստանի օլիգարխ է եւ չի կարող քաղաքական լինել, այդ մեր ձևովն էլ իր ձևով ոչ քաղաքական ամոր մի բան է, մանավանդ ես մի ենթադրություն ունեմ, այն բաները, խախտումները, որ հեծում կան, գործը ինձ թվում է քրեական գործը պիտի հասցնի տնօրենների խորհրդի նախագահին, որ իրենց եղբոր տղան է։ Ես չեմ բացառում, որ քրեական գործի առաջ կանգնի Սամվել Կարապետյանի նման նաև եղբոր տղան, որտեղ այն խախտումները եղել են այնտեղ, որ տեղին ղեկավար է։ Այնպես որ ապրենք տեսնենք շարժումը քաղաքական է թե չէ, վստահաբար քաղաքական չի, բայց օտար պետության կողմից ուղղորդվող հիբրիդային գործիքակազմ է, դա շարժում չի։ Նաև կարծիք կա, որ այդ ուժը մեր ձևով այդ շարժումը քաղաքական ուժը պետք է թույլ չտալ, որ մասնակցի ընտրությունների։ Չէ, նա քաղաքական չի։ Ինչ որ մասը ասում է, որ բավականին զորեղ ուժ է, ընդհանուր, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ այդ ուժը կա եւ դրա համար չեն թույլ տալիս։ Մյուսները վտանգ են տեսնում կոնկրետ այդ ուժի մեջ, քանի որ ռուսական գործոնի ազդեցությունը այստեղ կա։ Ուրեմն ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ես եւ քրիստոնյա ժողովուրդը ընդհանրապես չենք վախենում ոչ Սամվելից, ոչ իր փողերից, ոչ էլ իր այդ բերած տղայից։ Եվ դա քաղաքական չի։ Սա այդ իմաստով միանշանակ վախենալու բան չկա, բայց որպես ռուսական պետության հիբրիդային պատերազմ ներդեմ մղելու գործիք, որին իրենք ծառայում են, անշուշտ այդ վտանգը կա, դրա համար փակելը ճիշտ էր, բայց այստեղ նաև քրեական հարցեր կան, դրա համար եմ ասում, որ այդ եղբոր տղայի հարցը երևի թե քրեական առաջիկա մեջտեղ կա, թեկուզ այդ սերվերներ եւ այլն պատմություններ ինչ որ ներկայացվում է եւ այլն, այնպես որ քաղաքական ոչինչ չկա, բայց դե Ռուսաստանը մեր դեմ քաղաքականով չէ որ պատերազմ է մղում, հիբրիդային պատերազմ մղում է այսպիսի մարդկանցով, որոնց գործողում է։ Ես չեմ բացառում, որ առաջիկա սա մարում է արդեն։ Հիմա պետք է նոր հարձակումների սպասել հիբրիդային, քանի որ արժեվում ավելի այսպես ծանր, ավելի լարված։ Էդ էլ գոլորշիացավ, ինչպես որ գոլորշիացավ Գալստանյանի շարժումը եւ այսպես շարքով էլի Վազգեն։ Հիմա ես սպասում եմ թե Արա Աբրամյանին երբեն իր անհասկանալի բառապաշարով եւ բառամթերքով ուղարկելու Հայաստան։ Ճիշտ կլինի որ նա չգա, որովհետեւ ոչ մի հաջողություն չի լինում, տեսնում եք որ չի լինում։ Իսկ քաղաքական կյանք Հայաստանում նորմալ զարգանում է եւ կարծում եմ որ ուրեմն այդ իմաստով վախ չունենք, վախ ուրիշ է ասեցի, որ կա գործիքը։ Քանի որ մենք ընտրությունների թեման էլ շոշափեցինք, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ինչ ֆորմատով, ինչ կերպ է փորձում ընտրություններին առանձին Դա արդեն հստակ որոշում է թե ենթադրություն։ 90% ասենք, որտեղ գիտեք ինչու Հայաստանում քաղաքական կյանք ենքան հեղեղուկ բաներ ունի իր մեջ եւ երկիրը աշխարհի ընդհանրապես ընթացքով անկայունության բաներն է կփորձենք մեր ժողովրդի մշակութային, որտեղ կուսակցություն մշակութային ենք ի վրա այստեղում եւ հավատավոր մասին համախմբենք մեր շուրջը եւ այն նորոգումը, որի մասին վարչապետն անում է, օգնենք, որ մենք ունենանք այդ նորոգումը եւ չեմ բացառում, դե արդեն պարզ է, որ այս կաթողիկոսի հարցը լուծված է եւ առաջիկայում կունենանք, մենք լայնորեն կհամագործակցենք, որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն եկեղեցու տարբեր հատվածների հետ եւ կգնանք այդ ռեֆորմների ճանապարհով, որի կոնցեպցիաները ունենք, մշակում ենք, որի մասին ես եւ իմ հակալը եւ մյուսները շատ խոսել են։ Խոսքով մենք 90% հավանականությամբ ձեզ կամ ձեր քաղաքական ուժ կտեսնենք։ Ես մի նպատակ ունեմ, այո, որն է դա Հայաստանում արմատավորել ՔԴՄ այդ կուսակցությունների
քույր կուսակցությունը որպես հայկական մշակութային արմատական իրականություն մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայական շրջանակներում մեզ համար մի քիչ ամոթ մի բան կա աշխարհի լավագույն պետությունները զարգացած եվրոպական բոլորը կդնա այսպես ասենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություններ ունեն որոնք վաղուց իսկական դերակատարներ են իրենց երկրներում իրենք որպես աճ կենտրոնի կուսակցություն կենտրոնի հավակնում ենք այդ տեղին եւ գնալու ենք այդ ճանապարհով հակական դաշտում այսպեսի թեզ կա շատ շրջանառվող հիմա որ 2021 թվականի ընտրություններում գործող վարչակազմը հաղթեց որովհետեւ նախկինները մտան պայքարի մեջ հիմա կարծես թե այդ տրամաբանությունը նորից կենսունակ է նորից հնարավոր է այդպիսի սցենար ավելի այդպիսի զարգացում դուք կարծում եք որ այդպես է այսինքն երեք միջայլոց նաեւ Արման Թաթոյանն էր այդ մասին ասում շատերն են ասում ես ասեմ որ այդ վտանգը կա այդ վտանգը կա որովհետեւ այդ խումբը կա այսինքն դա վտանգ է նաեւ իհարկե վտանգ է որովհետեւ հետ վերադարձի վտանգը կա ռուսական ազդեցության վերադարձի վտանգը կա ավելի շատ քան եւ վաղաշաբաթի այդ համայնքում կրկնվեց կարծես թե մոդելի իմաստով իհարկե դա բացարձակ չի բայց դա մեծ պարտավորեցնում է լինել քաղաք ժողովրդավարական ուժերին լինել ավելի ճկուն, ավելի խելամիտ եւ ինչ ունենալ, գիտեք, ունենալ բազմակուսակցական ուրեմն խորհրդարան։ Մենք դա չունենք, երկու բևեռ է։ Եվ ընդհանրապես երկու բևեռը մեզ 89 թվից ուղեկցում 90 թվականից դրա համար բախումները շատ են։ Մեզ պետք են կենտրոնի հարաբերությունները բուֆերային այդպիսի մոդուլային կուսակցություններ, որ մենք ենք տվյալ պարագայում, կարծում եմ, որ այս անգամ հաջողություն կունենանք։ Կներեք, վտանգ է նախկինների ընտրություններին մասնակցելը, թե վտանգ է նաև գործող վարչակազմի վերընտրվելը։ Վարչակազմ տերմինը սխալ է ասված։ Ասենք այ իշխանությունները ինչպես ուզում եք անվանեք, Նիկոլ Փաշինյանի ասենք, կարճ կոնկրետ։ Գիտեք, կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը առաջի տեղ դուրս կգա, դա անմիանշանակ է, հարցախնդիրներն է քանի տոկոսով առաջի տեղ դուրս կգա եւ կառավարություն կազմելու հարցում ինչ խնդիրներ կլինեն։ Եթե ռևանշիստները լինեն, մենք կունենանք պերմանենտ ճգնաժամ եւ կառավարություն չի լինի։ Իսկ եթե մնացածը լինի, օքեյ, մենք հեղափոխությունն անցած կլինենք եւ իսկական ռեֆորմների ճանապարհով կանցնենք եւ այդ իմաստով 4-րդ հանրապետությունը որպես Հայաստանի իսկական պետականություն դեմը գա եւ պետական շինարարությամբ կզբաղվենք։ Իսկ կա նաեւ մի պահանջ հասարակության մեջ նրանք, ովքեր Հայաստանի ճգնաժամը հասունացրել են եւ այլն այդ կլաններ եւ այլն դրանք չպետք է մասնակցեն կամ բարագլուխներ չպետք է մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն պարոն Շիմյան հետաքրքիր զրույցի համար, այսքան հարգելի հեռուստատուներ, մեր հյուրն էր Լևոն Շիրինյանը։